98-ին ընտրողների ակտիվությանը նպաստում էր նաև այն հանգամանքը, որ քվեարկության արդեն առաջին ժամերին կազմակերպված կերպով տեղամասեր էին գալիս զինծառայողները։ Սպայակազմի ուղեկցությամբ շատ հաճախ նաև զորամասերում ազդեցության ոչ ֆորմալ լծակներ ունեցող հեղինակություն համարվող զինվորների աչալուրջ հսկողության ներքո։ Ընտրությունները կատարվել լրիվ չոտքի նորմալ ձևի, ում ցանկանում է նրան կընտրի։ Եվ եթե քվեարկության առաջին ժամերին գոնե ամեն ինչ քիչ թե շատ հանդարտ էր ընթանում, ապա կեսօրից հետո իրադրությունը սկսեց լարվել, նախ եւ առաջ Երևան։ Խախտումների նման աշխարհագրությունը պատահական չէր։ Երևանում Քոչարյանի դիրքերն ամենաթույլն էին։ Երևանցի ընտրողների մեծամասնությունը նախապատվությունը տալիս էր Կարեն Դեմիրճյանին, նաև Վազգեն Մանուկյանին։ Երևանում, ի տարբերություն մարզերի, ավելի դժվար էր վարչական ռեսուրսի կիրառումը, ի տարբերություն սահմանամերձ շրջանների, մայրաքաղաքի ընտրազանգվածի շրջանում ավելի փոքր էր զինծառայողների տեսակարար կշիռը։ Որպես հետևանք 1998-ի ընտրություններին առաջին անգամ ողջ ծավալով ի հայտ եկավ մի գործոն, որ հետագայում կստանա թաղի խուժան հավաքական բնութագրումը։ 30-ից 40 երիտասարդներ մտել են ընտրատարածք, բոլոր հանձնաժողովի անդամներին, որոնք փորձել են ինչ-որ դիմագրավել, քաշքշել են, դեմ են տվել պատին, անձամբ ԱԺՄ-ի կողմից ստացված անձ Գրիգորյան Գայանին հարվածել են, բանկել է հատակին եւ սկսել են մեծ քանակությամբ քվեաթերթիկներ լցնել քվեատուփը։